Ավարտում եք առաջին լրատվականի հատուկ թողարկումը, բարի երեկո։ Նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՀԿ անդամ երկրների դեսպանների հետ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու և այստեղ ներկա գտնվելու համար։ Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված եք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ստեղծված իրավիճակի մասին։ ԵՀԿ անդամ պետությունների դեսպաններին այստեղ հրավիրելու նպատակը ձեզ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցելն է։ Ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ։ Առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաև քաղաքացիական անձիկ։ Իրենց դպրոցի բակում զոհվել և ծանր վիրավորվել են երեխաներ։ Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեցմարտիկ, խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհի։ Եվ դա արել է այսպես կոչված Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որտեղ Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել։ Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմիջապես հետո ոչնչացվել է, բայց փաստը մնում է փաստ։ Այդ կադրերը երեկ հայտնվեցին նաև լրատվամիջոցներում։ Նայեք այդ կադրերը ու համադրեք դրանք հանդուրժողականության կղզյակ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մասին հարևան պետության ղեկավարի պարբերաբար հնչեցվող խոսքերի հետ։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավար գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ։ Նման մասշտաբի գործողություն չի գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր։ Հարձակողական սադրիչ գործողություններն ադրբեջանական կողմից վերսկսվել են հաջորդ օրն առավոտյան և շարունակվում են մինչև այս պահը։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը, օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ և հրանոթներ։ Այսպես կոչված միակողմանի զինադադարի հայտարարումից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց ակտիվ գործողությունները շփման գծում, ինչպես նաև հրետակոծել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը։ Հայաստանի Հանրապետությունը, որպես 1994 թվականի զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները։ Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Եվ այստեղ պետք է նշեմ, որ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե իրոք ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների, ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի։ Սա բնականաբար կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա։ Ակնհայտ է,
որ թե ռազմական գործողությունների դադարեցումը եւ առհասարակ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաեւ եվրոպական երկրների շահերից։ ԵԱԿ-ին որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի այս հարցում առանձնակի դեր է վերապահված։ Ցավոք հայկական կողմի բազմաթիվ կոչեր այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձազերծելու եւ պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք։ Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր, երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիր լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր, երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր զինատեսակները, գնդակոծում խաղաղ բնակչությանը։ Իմջալոց պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ։ Ռուսերեն բառը ագեմյոտ է կոչվում եւ դրա տիպը զինատեսակը կոչվում է TOS-1, TOS-1։ Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրանք կոչ են անում ցուցաբերել զսպվածություն։ Ես 3 ուղերձ ունեմ ձեզ, որոնք ուզում եմ, որ փոխանցեք ձեր մայրաքաղաքներ։ Առաջին, Ադրբեջանի արտգործնախարարության, ինչու միայն արտգործնախարարության, Ադրբեջանի նախագահի խոսքից էլ էր դա երևում, եւ այլ պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակավ հայտարարվել է, որ ինչ որ նպատակներով, միգուցե իրենց համար հասկանալի, բայց մինչև օրս տեղի ունեցող գործընթացների մեջ որևէ կերպ չտեղավորվող պատճառներով, հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել։ Իրենց բացատրությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որպեսզի լուծի խնդիրներ, որոնք ենթադրվում է, որ պետք է լուծեին ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով։ Մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից։ Վերջին օրերին հնչեցին բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ։ Դրանք արդյունավետ չեն այնքան ժամանակ, հենց այդ պատճառով էլ ասում են, որ միջազգային հանրությունը լուռ էր, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը եւ չեն նախատեսում հետևանքներ դրանց անտեսման համար։ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները եւ խստորեն պահպանվի 1994 թվականի զինադադարի ռեժիմը եւ որ հայկական եւ ադրբեջանական զորամիավորումները վերադառնան մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ն իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները։ Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ եւ առաջ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շտաբ ներդրումը
եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը։ Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաև ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի դաշտային օգնականների քանակը։ Երկրորդ, ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ որևէ հակամարտություն կարգավորելու հարցում, հատկապես ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտությունների դեպքում անհրաժեշտ է վերացնել հակամարտության պատճառը եւ հետո միայն անցնել դրանից բխող բոլոր կարգավորումներին։ Հայկական կողմը եւ դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահները եւ այստեղ նստած այդ երկրները ներկայացնող դեսպանները երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուղղված տրամաբանական փոխզիջումներից, բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութացվելու վտանգից։ Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները։ Երրորդ, Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով Ադրբեջանը միակողմորեն դադարեցնում է պատասխան գործողությունները թշնամու նկատմամբ եւ սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշտպանության ամրապնդման ծրագիրը։ Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել եւ այս պահին ողջ շփման գծի երկանքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում եւ մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ մինչեւ մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները, տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ։ Պարզ է չէ, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը եւ փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները եւ դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար։ Որևէ այսպես կոչված նոր միակողմանի զինադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանի կողմից ստորագրված 1994 թվականի զինադադարի եւ 1995 թվականի զինադադարի ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերն ուժի մեջ են եւ Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսեւորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին եւ ոգուն։ Իմիջիալոց կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, որոնք իմ կարծիքով հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ։ Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, եւ Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից հավանում է ղարաբաղցիներին, թե ոչ։ Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության եւ գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը։ Որպես ԵԱԿ անդամ երկիր, Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱԿ բոլոր անդամ երկրներին լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում։ Եթե արկա է կամք եւ ցանկություն շտկել իրավիճակը, ապա
Հարկավոր է գործում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ եւ պարտադրել Ադրբեջանին հարգել 1994 թվականի զինադադարի ռեժիմը։ Եվ վերջում, ԵԱԿ մասնակից երկրներից մեկը Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից եւ բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը։ Ադրբեջանը պարծենում է իր իբրև թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան շնորհավորում է նրան դրանում։ Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեև միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը։ Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ եւ հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձևավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի մերձավոր արևելքում։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ արյունակցական անվտանգության մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Ամփոփելով խոսքս, ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ ներկայության համար եւ հույս հայտնել, որ հանուն համաեվրոպական անվտանգության ու խաղաղության իմ ուղերձն ու մտահոգությունները դրական արձագանք կգտնեն ձեր մայրաքաղաքներում։ Շնորհակալ եմ եւ եթե հարցեր ունեք, պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին։ Այս պահին Ստեփանակերտում մեկնարկել է մամուլի ասուլիս, որի ընթացքում հայ զինվորականները լրագրողներին, այդ թվում միջազգային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներին ներկայացնում են սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին առավել մանրամասն մեր հիմնական թողարկմանը։ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ։ Հակառակորդը մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած այսօր ժամը 11:20-ի սահմաններում հյուսիս-արևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տոս ծանր հրանետային համակարգեր, սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ հոբ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային անօդաչու թռչող սարք։ Նշված զինատեսակի կիրառումից Ղարաբաղյան կողմը կորուստ չունի։ Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է 2 հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ մեկը հարավ-արևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել։ Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են։ Արցախի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքը կրկին հրթիռակոծվում է, ասել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը։ Նա նշել է, որ կեսօրից հետո 17 հրթիռ է ընկել քաղաքի վրա, վնասվել են շենքերի տանիքներ։ Բարեբախտաբար կորուստներ եւ վիրավորներ չկան։ Հիմա փակ են քաղաքի դպրոցն ու այլ հաստատություններ։ Ռիսկի չենք կարող դիմել եւ վտանգել մարդկանց կյանքը, ասել է Վլադիկ Խաչատրյանն ու նշել, որ այնուամենայնիվ բնակչությանը տարհանելու խնդիր դեռևս չկա։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է նոր տեղեկություններ հաղորդել իր Facebook-յան էջի միջոցով։ Փաստ է, որ Ադրբեջանի բլիցկրիգը տապալվեց։ Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը ներկապահին 200-ից 250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը ըստիս կայացրեց սխալ որոշում։ Նման կարծիք է հայտնել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հակառակորդը մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ, որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ եւ շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման եւ այլն։ Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հաջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ 2 պատճառով։ Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին եւ ի վերջո մարտի ելքը որոշելու է զինվորը իր մարտական եւ բարոյակամային որակներով ժողովրդի հետ իր միասնությամբ նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ հայտնել է, որ Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների, որոնք որպես միջազգային հանցագործներ հետախուզվում են տարբեր երկրների կողմից։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը եւ փաստաթղթերը, մասնավորապես Ժնևյան կոնվենցիան օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների եւ միջազգային ահաբեկիչների հավելելով, որ ադրբեջանական կողմը փորձել է այսօրվա ընթացքում եւս մի քանի անգամ ներթամբացել Արցախի հանրապետության տարածքը, բայց ապարդյուն։ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող ազատամարտիկներն Ադրբեջանի հանցավոր գործողությունների մասին լսելուն պես անմիջապես մեկնել են առաջնագիծ։ Նրանք ուրախ են, որ վերջապես կարող են մի լավ հակահարված հասցնել այն թշնամուն, որն անընդմեջ իրենց գյուղերը թիրախի տակ է պահում, կամ էլ անընդհատ կրակոցներ արձակում խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Տավուշի մարզից պատմում է Գայանե Թամամյանը։ Որքան զգայական, նույնքան վճռական էր տավուշցիների արձագանքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ մարտական գործողություններին։ Տավուշի մարզի սահմանային կռիվների եւ Ղարաբաղյան գոյամարտի կրակներում թրծված ազատամարտիկները կրկին բռունցքվեցին։ Բոլորս միահամուռ լինենք տեղերում, խուճապ չկա, ոչ էլ խուճապի առիթ կա։ Թող թշնամին ինքը մտածի իր խուճապի մասին։ Արդեն 5 տասնյակ երկրապահներ Արցախ են մեկնել Իջևանից եւ Դիլիջանից։ Տրամաբանական է, քանի որ նոյեմբերյան բերդհատվածը ավելի մոտ է շփման գծին եւ բոլորը այս պահին իրենց տեղերում են, իհարկե կա տրամադրություն, ուժեղ կանգնած ենք մեր սահմանի վրա։ Երկրապահ կամավորականների միության Տավուշի տարածքային ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմի։ 24 ժամ հերթապահություն կա, 24 ժամ գյուղերում շտաբները հերթապահություն ունեն, կապը իրար հետ անընդհատ, որոշումը կայացրել ենք հենց առաջին օրից, լինել իրար կողքին, լինել ժողովրդի կողքին։ Հրադադարը պարբերաբար ամենատարբեր զինատեսակներով խախտելու թշնամու գործելակերպին տավուշցիները ծանոթ են 90-ական թվականներից, բայց ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չեն գերկնչել, ասաց Բերթավան գյուղից Սեյրան Աբովյանը։ Հողը դողում է միայն նրա ոտքերի տակ, ով իրական տերը չէ։ Գյուղի բոլոր բնակիչները պատրաստ են մեծից փոքր հարկ եղած ժամանակ իրենց սահմանները պաշտպանելու։ Մենք վախելու ոչ մի բան չունենք, թող մեր հայ ժողովուրդները ընդհանրապես չվախենա, խոճապի չմատնվի։ Եթե սահմաններում մենք չենք խոճապի մատնվում, ուրեմն նրանք էլ իրավունք չունեն ընդհանրապես խոճապի մատնվելու։ Սահմանային դովեղի դպրոցի զինղեկ Դերենիկ Դուրինյանի խոսքով իրենց գյուղը եւս չի զիջում մարտական տրամադրությամբ։ Պատրաստ են մասնակցելու, իհարկե կգնանք նույն ձևի մեր զինվորների հետ իրանցից անմիջապես առաջ կկանգնենք զինվորներին երկրորդ գիծ, իհարկե, ու կպաշտպանենք մեր սահմանները։ Սահմանամերձ բնակավայրերում հանգիստ են, բայց զգոն, հավաստեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։ Տավուշի մարզի Հայաստան-ադրբեջանական ամբողջ սահմանի երկայնքով իհարկե բնականաբար կա լարվածություն, բայց տիրում է խաղաղ վիճակ, այս պահին որևիցե կրակոցներ չկա, ամբողջ սահմանի երկայնքով մոտ 24 ուրեմն սահմանային համայնքներում որևիցե լարվածություն չունենք, խուճապային որևիցե տրամադրություն ոչ մի համայնքներում չի նկատվել։ Անցած գիշեր ունեցել ենք ընդամենը 50 կրակոցներ, իհարկե դիրքային կրակոցներ են եղել, ազգաբնակչության ուղղության որևիցե կրակոց չենք ունեցել, բնականon աշխատանքը ուրեմն տիրում է ամբողջ մարզում։ Մարզպետի խոսքով ի տարբերություն 90-ական թվականների այսօր մարզի բնակիչներն ավելի իրազեկված են եւ պատրաստ իրավիճակի ցանկացած փոփոխության։ Տավուշի մարզի բոլոր քաղաքապետարաններում շրջօրյա հերթապահություն է սահմանված, ինչպես նաեւ բոլոր համայնքներում, համայնքներից մենք 8 ժամը մի անգամ օպերատիվ ինֆորմացիա ենք ստանում եւ զեկուցում ենք ուրեմն նախարարություն տարածքային կառավարման։ Ավակներից իրենց մարտական ոգով ետ չեն մնում կրտսեր զինակիցները։ Երիտասարդ երկրապահները պատրաստ են նրանց փորձն ու իրենց կորովը մեկտեղել, եթե հարկ լինի, նաև Արցախում։ Երիտասարդ երկրապահ ավակ սերնդի հետ միասին պատրաստ զգոն, պատրաստ են հայ զինվորի կողքին կանգնելու, աջակցելու թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես, մասնակցելու յուրաքանչյուր ռազմական գործողության։ Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Առաջին ալիք։ Ցավոք սրտի անկախության եւ արդարության համար պայքարում միշտ էլ լինում են զոհեր։ Մեր տղաները հերոսաբար են ընկել մարտի դաշտում թշնամու հետ պայքարում, պաշտպանելով իրենց ծնողներին, ընտանիքներին եւ հայրենիքը։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է Facebook-յան իր էջում հրապարակել առաջնագծում զոհված հայորդիների անուններն ու լուսանկարները։ Առաջին հրապարակումը 1989 թվականին ծնված պայմանագրային զինծառայող հետախույզ գնդացրորդ Սասուն Ֆահրադի Մկրտչյանի մասին էր, որը զինված ուժերում ծառայում էր 2011 թվականից։ Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել այսօր ժամը 17:30-ին Կոնդի Սուրբ Հովհաննեսի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը կլինի վաղը ժամը 14-ին։ Հաջորդ հրապարակումը 53-ամյա Զորամասի դասակի վարորդ պայմանագրային զինծառայող շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյանի մասին էր, որի հոգեհանգիստը տեղի է ունեցել այսօր ժամը 17-ին։ Հուղարկավորությունը կլինի վաղը ժամը 13-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում։ 28-ամյա կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը զինված ուժերում ծառայում էր 2006 թվականից։ Նրա հոգեհանգիստը այսօր ժամը 18-ին էր Արմավիրի մարզի ապագա գյուղի մշակույթի տանը։ Հուղարկավորությունը վաղը ժամը 14-ին։ Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում հերոսաբար կյանքը հայրենիքին նվիրաբերած մյուս հայորդին 26-ամյա 2007 թվականից զինված ուժերում ծառայող 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Մերսիուրֆանյանն է, որն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Այնուհետև թշնամու գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին ետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով 1 տանկ եւ թշնամու 1 տասնյակ զինվոր։ Վերջում մի քանի նռնակներ նետելով թույլ չի տվել իրեն շրջապատել ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամիներին։ Հրապարակվել են նաև գնդացրող շարքային Քյարամ Քալայի Ալոյանի, սերժանտ Յուրի Անատոլիի Փարամազյանի եւ մայոր Հովսեփ Ռաֆայելի Մայլյանի մասին հաղորդագրություններ։ Նախագահ Սարգսյանն այսօր Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին։ Հանրապետության նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտ ապույտ ապաքինում։ Նախագահ որ վիրահատումը պլաստիկ վիրահատությունը կատարվել է առաջնագծին շատ մոտ Մարտակերտ հոսպիտալում կատարվել։ Եվ շատ որակով Եթե ոտքը տակավանում վերջում հապանված է, ոտքը տակավանում է։ Ոտքը տակավանում է։ Եվ կոնքազրային հոդի մեջ գնդակը հեռացել, վիճակը բավարարել լավա, վերքերը լավանալ, Կազմակերպելու ամեն ինչ լավանալու։ հետագայում միա ծայրատը կձևավորենք ու կգնա պրոթեզավորման արդեն, վիճակնի բավարար։ Դուխն է տեղում։ Ճավրել եմ զանջում։ Շքան որ վիրավորվել եմ էդ Չեմ տեսնում։ Հեմատոմայով սալջարդով վազկոսկրի բազմադեկոր կոտրվածքը և թիակի բազմադեկոր կոտրվածք, նաև ուղեղի ալտուցի նշաններներ պատճառով արհեստական շնչառություն տակ։ Այն սպավապարտյաններ։ Ստամբուլային տրավմայա, Զանգիզմի կոտրվածքա և սուբարախնետալ առնազեղն։ Նու վիճակը առաջովը համեմատ բավականին ստաբիլ է, այս երկու օրը արդեն բաժամուկ տեղափոխելու մասին։ Սարգսյան Վահաննա Մեկին դեռս դեպքեր չել դեպքերը սկսել եմ Ոնք են կարող ասելու արունջա մեր մարմինը քեզանոս է Խորհրդարանում շարունակվում է հերթական քառօրյան ազգային ժողովի քաղաքական խմբակցությունները և խմբակցություններում ընդգրկված պատգամավորները հայտարարություն են ընդունել Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վերաբերյալ։ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշեր ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ։ 94 թվականի Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքուն կանգնել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես եւ վտանգավոր ուղու վրա, ասված է հայտարարության տեքստում։ Հայտարարությունից հետո ելույթներ են ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, վերստին հաստատելով քաղաքական դաշտի միասնականությունը, ժողովրդի միահամուռ կեցվածքը։ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ի դեպ բառացի մեջ բերել է նաև քաղաքական ուժի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որում առաջին նախագահն ընդգծում է, թե Ադրբեջանը պետք է հասկանա, որ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու դեպքում կհանդիպի հայ ժողովրդի համախմբությանը։ ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանն էլ ասել է, թե հենց այսօր ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքելով հիշեցրել է, որ երկրի ղեկավարը ազգային անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց արտգործնախարարությանն աշխատել ռազմական փոխօգնության պայմանագրի վրա, ինչին ըստ Շարմազանովի ամենայն հավանականությամբ կհաջորդի Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցի քննարկումը։ Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պյոլսկովը ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպմանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, որակելով դրանք որպես ահաբեկչություն ուղղված ողջ տարածաշրջանի դեմ։ Նա իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել հայ ժողովրդին համատեղ բարձրաձայնելու ստեղծված անընդունելի իրավիճակի մասին եւ կոչ արել Ադրբեջանին դադարեցնել որևէ տեղ չտանող քաղաքականությունը։ Հերմինե Նաղդալյանն էլ իր հերթին բարձրաձայնել է Ադրբեջանի ահաբեկչական եւ ագրեսիվ քաղաքականության մասին, որն առավել սրվել է վերջին օրերին։ Աշխարհը շարունակում է արձագանքել սահմանին տիրող իրավիճակի սրմանը եւ Ադրբեջանի հանցավոր գործողություններին։ Դատապարտող հայտարարություններ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ եւ բանակցային փուլին վերադառնալու կոչեր։ Դավիթ Սարգսյանն է հետևում միջազգային հանրության հայտարարություններին։ Կրեմլում լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կրեմլում այժմ առաջնահերթ են համարում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը վերադառնալն ու ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով վնասները նվազագույնի հասցնելը, հայտարարել է Պեսկովը։ Մոսկվան հուսով է, որ խաղաղության մասին կոչերը լսելի կլինեն Երևանում ու Բաքվում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մեր դիրքորոշումը ներկայացրել են նախագահը, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապ է հաստատել իր գործընկերների հետ։ Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել, հաստատել ենք հրադադարի ռեժիմի խախտումների հնարավորինս շուտ դադարեցման անհրաժեշտության մասին նախագահի ուղերձը։ Հուսով եմ, որ այդ կոչերը լսելի կլինեն, ասել է նա։ Լավրովն ընդգծել է, որ փորձ է արվում տապալել ՀՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը։ Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաև Արցախյան հակամարտությունում եւ առհասարակ տարածաշրջանային գործընթացներում Թուրքիայի ապակառուցողական դերից։ Конечно, мы слышали заявления, которых вы упомянули. Слышали мы и заявления турецкого руководства. Իհարկե մենք լսել ենք թուրքական իշխանությունների հայտարարությունները, որոնք միակողմանի բնույթ ունեն։ Իհարկե մեր թուրք հարևանների համար խիստ ցանկալի կլիներ որպես ուղեգիծ ընտրել այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը։ Ես չեմ դատի այն մասին, թե ինչ դեր է խաղում Անկարան Արցախյան հակամարտությունում, բայց այն հարցում, որ բոլորի, այդ թվում Թուրքիայի, թուրք ժողովրդի համար ճիշտ կլիներ Անկարայի ահաբեկչության օժանդակելուց հրաժարվելու վրա կենտրոնանալը, ես համոզված եմ։ Բերլինը տեղեկացրել է, որ ՀՀԿ գործող նախագահ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտադիր է մինչև օրվա վերջ հակամարտության գոտու իրադրությունը քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է գիտակցեն Ղարաբաղյան հակամարտության սրման անթույլատրելիության պատասխանատվությունը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը, ուժային գործողությունները եւ նստել բանակցային սեղանի շուրջ։ Ռուսաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են հակամարտության սրումը զսպելու եւ բանակցային գործընթացի վերսկսումն ապահովելու համար, ընդգծել է նա։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկխոսության եւ փոխզիջման միջոցով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։ Ռուսաստանն այս շատ բարդ հակամարտության ամբողջ ընթացքում վարել է եւ շարունակում է վարել ինտենսիվ աշխատանք, նաեւ Մինսկի խմբում այդ հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Ռուսաստանը գուցե ավելի քան այլ երկրներ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ, հավելել է Պետդումայի խոսնակը։ Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները զրույցներ են ունեցել Հայաստանում եւ Ադրբեջանում իրենց գործընկերների հետ, համապատասխան հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահը։ Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ միջազգային հանրության ջանքերով կհաջողվի թույլատրել լարվածությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն այս առիթով չեղարկել է այցել Լեհաստան։ Վրաստանի պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին հայտարարել է, որ Թբիլիսին կրակի շուտապույտ դադարեցման հույս ունի, հաղորդելով, որ վրացական իշխանությունները հետևում են հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին։ Պաշտոնյան հավելել է, որ վրացական կողմն ակտիվ կապի մեջ է թե Երևանի, թե Բաքվի հետ, սակայն հակամարտող կողմերից ոչ մեկը դեռևս չի դիմել Թբիլիսիին որևէ հարցով։ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն եւս հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում կհաջողվի հրադադարի հասնել եւ բախումը լուծել խաղաղ ճանապարհով։ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը եւս հայտարարություն է տարածել, որում նշում է. ԱՊՀ-ում մենք բոլորս Ադրբեջանի ու Հայաստանի բարեկամներն ու գործընկերները հուսով ենք, որ երկու կողմերը կամք ու ողջամտություն կդրսևորեն, կկանգնեցնեն արյունահեղությունը եւ իշահ երկու երկրների ժողովուրդների խաղաղ երկխոսության շուտապույտ վերսկսման հնարավորություն կգտնեն։ Կիպրոսը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Արցախում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրադադարի խախտումներին։ Նիկոսյան կոչ է արել Թուրքիային զերծ մնալու ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որոնք կարող են հետագայում ապակայունացնել իրավիճակը։ Իտալիայի արտգործնախարարությունն իր խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում շարունակվող բախումների կապակցությամբ, բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ զերծ մնալ թշնամանքի հետագա ակտերից։ Հռոմը նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ դիմել է կողմերին կոչանելով վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ 3 համանախագահների հովանու ներքո խաղաղ բանակցային կարգավորման ուղղված ջանքերը։ Այսօր Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։ Վաղը տեղի կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստ։ Դավիթ Սարգսյան, Առաջին ալիք։ Եվ այժմ ներկայացնում ենք մարտական գործողությունների, մասնավորապես տանկային դիրքերի մարտերի, ինչպես նաև ոչնչացված ադրբեջանական ուղղաթիռի մի քանի բացառիկ կադրեր։ Ընդ որում ուղղաթիռը մեր զինվորը ոչնչացրել է նռնական նետով, ինչը ռազմական փորձագետները բացառիկ երևույթ են որակում։ Ներկայացվող կադրերը առանց մեկնաբանության։ Հակոբ, ուրեմն ես նույն տեղ եմ, եթե ծուխը ձեր մեկ վզրվել է, տեղ են դյուր եկա, ոչ որ պեն դյուր եկա, մի անգամից տղը իրատխոց։ Կանաց ոստը տեղում էլ տեսել եմ, մեկը տել եմ վերտալյոտը, տեսել եմ, որ վերտալյոտը գալիս է իմ վրա, կրակում է, ես էլ կրակել եմ իրեն վրա, 30 метров он уже на меня шел и до 2 метров я стрелял на него. Ուրեմն գորասի տղաները դիրքի ասեցին, որ ինքնաթիռը, ինչ-որ ճիշտացիաները լսել եք, բայց չենք մտածում էլ որ ինքնաթիռ է։ Հետո թաս խոցեց ինքնաթիռը, գտնվում էր բլինդաժում իր հանգստի ժամներ։ Ինքն էլ իր զենքը գրանատամյոտնա, որով որ խոցել է ինքնաթիռը, դուրս գալով բլինդաժից, որ գոռում են ինքնաթիռը, դուրս է գալիս այստեղ
շատ ցածր բարձրության վրա ինքնաթիռը բարձրանում է, որպեսզի ուղղաթիռը բարձրանում է, որպեսզի գա այս դիմացից խոցի բլինդաժը ողջ անձնակազմին։ Այդ ընթացքում որ բարձրանում է, արդեն չի հասցնում կրակի, այստեղից մեր Մանխասյան Նարեկը խոցում է վերտալյոտը, կորցնելով կառավարումը, վերտալյոտը գնում է եւ այնտեղ կործանվում է։ Այստեղից ինքնավորված, այստեղ է լինում ինքնաթիռը։ Կրակում է այստեղ կողքի հատվածից։ Կրակում է, խոցում է ինքնաթիռին, կորցնում է ինքնակառավարումը, ինքնաթիռը պտտվելով գնում է այնտեղ եւ միանգամից տրաքում, բայթում։ Եվ այժմ մենք դարձյալ հեռախոսակապ ենք հաստատել Արցախում գտնվող իմ գործընկեր Արթուր Գրիգորյանի հետ։ Բարի երեկո Արթուր, ինչ մանրամասներ են ձեզ հայտնի Ստեփանակերտում ընթացող մամուլի ասուլիսից։ Զորի բարի երեկո, ես գրառեցի այն ամենը, ինչ այս պահեդրությամբ հասցրեց ասել Պաշտպանության բանակի օպերատիվ դաշնի պետ գնդապետ Արուստամյանը եւ ցերերս երևի սկսեմ ամենակարևորներից երկկողմ ուրեմն կորուստների մասին, եթե տեխնիկայի, թե անձնակազմի։ Սկսենք մարդկանցից, ուրեմն այս պահի դրությամբ, այսինքն ժամը 11-ի դրությամբ, ճշտեմ, ապրիլի 4-ին ժամը 11-ի դրությամբ հայկական կողմը ունի 20 զոհ, որոնցից 6-ը սպա եւ ենթասպա։ Վիրավորների թիվը հասնում է 72-ի, որոնցից 8 սպա եւ ենթասպա։ Ուրեմն մեր ճշտված հետախուզական տվյալներով Թշնամական կողմը տվել է 300-ից ավելի զոհ։ Վիրավորների թիվը դեռևս գտնվում է ճշտման փուլում։ Տեխնիկայի մասով, ուրեմն հայկական կողմը կորցրել է միայն 7 տանկ։ Թշնամական կողմի կորուստները հետևյալն են. տանկերը 18, հետևակի մարտական մեքենա 3, ինժեներական տեխնիկա 1, 2 ուղղաթիռ, 6 անոթաչու եւ 1 BM-21 կամ LM-21, եթե հայերեն ասենք, համազարգային կրակի ռեակտիվ կրակի սարք կայանք ներողություն։ Մեկ հատ նաեւ դրանից։ Հարցերի վերաբերյալ, ուրեմն մեր հարցին, գիտեք, որ հիմա շատ են շարժումները, թե Թշնամին ինչ-որ տարածքներ է վերահսկում, որքան է վերահսկում, իրենք ասում են ինչ-որ բնակավայրերի մասին, ուրեմն գնդապետ Արուստամյանի պաշտոնական տվյալով այն հատվածներում, որտեղ հակառակորդը կարողացել է մխրճվել, այդ խորությունը կազմում է ընդամենը 2-ից 300 մետր եւ այնտեղ բնակավայրեր չկան։ Դա նշանակում է, որ հայկական որևէ բնակավայր չի գտնվում թշնամական վերահսկողության տակ։ Ես ավելացնեմ, որ այսօր թշնամին ել ավելի է ծանրացրել օգտագործող զինատեսակների ուրեմն տեսականին, որ առաջին անգամ կիրառել է ռուսական տոսը, դա նույն տանկի T-90-ի ուրեմն ցածքի վրա հավաքվող ծանր հերանետն է, որքան ճշտեցին, ուրեմն վրիպել է այդ կրակոցը ուրեմն նպատակին չի ասել։ Փորձել է կիրառել այսպես կոչված կործանիչ անոթաչու, դա այսպես ժողովրդական լեզվով ավելի շատ ասում են կամիկադզե, այդ անոթաչուները հիշեցնում դա այն սարքերն են, որոնք ինքնավոչնչացում են, գնալով մխրճվում են ուրեմն թիրախի մեջ եւ իր հետ բերվող մարտական ռիսկը պայթում է։ Տվյալ դեպքում դա տեղի ուներ փորձը կիրառվել է Թալիշից մի փոքր այն կողմ գտնվող մոտ 1.5 կիլոմետրի վրա գտնվող մարտական հենակետի ուղղությամբ Թշնամին փորձել է կիրառել այդ կամիկադզե կամ կործանիչ անոթաչուն, սակայն դա չի հաջողվել, քանի որ վերջին բան չի հաջողվել նետել ռումբը, քանի որ հակաօդայինները հաջողել են ուրեմն ոչնչացնել նրան։ Սա նույնպես այն պաշտոնական տվյալն է, որը հայտնեց գնդապետ Արուստամյանը եւ ընդհանուր առմամբ նա ներկայացրեց ամբողջ ժամանակագրությունը պատերազմի, ինչից սկսվեց, ինչպես սկսվեց, ամսի 1-ից, ապրիլի 1-ից 2-ի գիշերը 2030 դիվերսիոն խմբերի հարձակումից հյուսիսային ուղղությամբ ջարդվեց, երբ նետվեց հենց առաջինից գրոհի ժամանակ տվեց 30 զոհ, որից հետո արդեն ծանրացրեց, անցավ հրետանային եւ հրթիռային հետագործման եւ այլն, մինչեւ այս օրը, ընդ որում հատկանշական է, որ առաջին 1 ժամվա ընթացքում գրադ կայանքներից արձակվել է մեր դիրքերի ուղղությամբ 1350 արկ,
1350, սա շատ մեծ թիվ է, այսպիսի խտություն ուղղակի երբեք չի եղել։ Առաջին պատերազմում ամենայն դեպս որևէ նման բան հայտնի չէր։ Թերևս այսքանն են Զարոյի հիմնական տվյալները, ես կուզենայի նաև ասել, որ նույնպես պաշտոնական տվյալով լրագրողները հարց ուղղեցին նաև խաղաղ բնակչության կորուստների վերաբերյալ, այս պահի դրությամբ մենք ունենք 2 երեխայի Մարտունու շրջանում եւ Թալիշգյուղում 3 չափահասի ուրեմն կորուստ մահ ունենք եւ նաեւ որոշ դիրքեր կան, որոնք այս պահին գտնվում են Թշնամու վերահսկողության տակ, դա 5 դիրք է հարավային ուղղությամբ եւ 3-ը հյուսիսային Մատաղից Թալիշ հետապատում, որում նախնապես երբ նրանք դեռ գրոհան նոր էին զարգացնում 8-ն էր եւ Պաշտպանության բանակին հաջողվել է 5 մարտական դիրք վերադարձնել։ Երևի թե այսքան է այսպես, Զարոյի։ Շնորհակալություն Արտուր, ձեզնից կակնկալենք նոր տեղեկություններ մեր արդեն հիմնական թողարկմանը։ Եվ վերջում դարձյալ Արցախյան ճակատում շարունակվող մարտական գործողությունների մասին Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր։ Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենթանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը։ Ադրբեջանական կողմը շարունակում է կրել խոշոր կորուստներ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանի մարտական կորուստները կազմում են 20 տանկ, 2 հրանոթ, 6 զրահամեքենա, 2 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք։ Խոցվել է նաև գրադ տիպի հրթիռահրետանային 2 կայան։ Թշնամին տվել է 300-ից ավելի սպանված, ունի մեծ թիվ վիրավորներ։ Հակառակորդի զինված ուժերի կորուստներն ու այդ ուժերում տիրող անկազմակերպ վիճակը խոճապի է մատնել նաև խաղաղ բնակչությանը։ Մասնավորապես Թարթարի, Բարդայի և մի շարք այլ շրջաներում, որոնք սահմանակից են Արցախին, սկսվել է բնակչության զանգվածային արտահոսք։ Այսօր ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև TOS-1 հրանետեր և մարտական անօդաչու թռչող սարքեր, սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը։ Հայ հրետանավորների դիպուկ և հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագից, նույնպես ոչնչացվել են։ Եվ այս պահին այսքանն էր, հիշեցնեմ, որ առաջին լրատվականն աշխատում է արտակարգ ռեժիմով, մեր հիմնական թողարկումը եթերում կլինի ժամը 21-ին, հետևեք իրադարձությունների զարգացմանը։